Նոր մանրամասներ անհետացած 2-ամյա երեխայի վերաբերյալ, որոնք տարածվում են համացանցում, նախ սկսենք նրանից, թե ովքեր էին 3 զանգահարել երեխայի ծնողներին, պապիկին եւ ասել, թե երեխան իբր թե իրենց մոտ է եւ ըստ որոշ տեղեկատվությունների դրանք չեն եղել 1-2 զանգեր, եղել են մի քանի զանգեր անգամ արտասահմանյան հեռախոսահամարներից, տարբեր պետություններից, ազգությամբ բնականաբար հայեր զանգել են, ասել են, թե երեխան մեզ մոտ է, մի անհանգստացեք եւ այլն եւ այլն։ Ոստիկանությունը գնացել է որոշ հեռախոսահամարների հետքերով եւ որոշ դեպքերում պարզվել են, որ հոգեկան հիվանդներ են եւ որոշ դեպքերում էլ պարզվել են, որ ըստ նրանց ներկայացրած մեղայական խոստովանությանը նրանք այդպես են արել, որպեսզի թեթևացնեն ծնողների վիճակը, այսինքն մտածեն ծնողները, որ երեխան ողջ է եւ գողացել են նրան, այլ ոչ թե ընկել է չարաբաստիկ գետը։ Իսկ ինչ վերաբերվում է գետի որոնողական աշխատանքներին, գետում իրականացվել են տարբեր աշխատանքներ նավակներով, ջրասույզներով, ջրային տեսախցիկներով, գետը լուսանկարվել եւ տեսանկարվել է վերևից հատուկ թռչող սարքերով եւ որևէ արդյունք բնականաբար միջև այս չկա, կարծես երեխան ուղակի առեղծվածային անհետացման է ենթարկվել եւ սա է պատճառը, որ ծնողները մտածում են, որ երեխային միգուցե առևանգել են եւ այդ զանգերից հետո մենք եւս սկսեցինք այդ ուղղությամբ մտածել, որ եթե կան հոգեկան հիվանդներ, որոնք այս ծանր դրության ժամանակ կարող են նման հանցագործություն կատարել, որը որևէ ձև չես կարող որակավորում տալ, որովհետև սովորական մարդու ուղեղում չի կարող տեղավորվել, թե այս վիճակին ոնց կարաս ծնողին զանգես եւ նման բան ասես, եթե այդպես չէ։ Բայց եթե կան հոգեկան հիվանդներ, որոնք այդպիսի գործողություններ կարող են իրենց թույլ տալ, ապա նույն այսպիսի մարդիկ միգուցե կապ ունեն երեխայի առևանգման հետ եւ մենք վստահ ենք, որ իրավապահ համակարգի ծառայողները այս առնչությամբ եւս իրականացնում են հատուկ գործողություններ, որպիսի այդ հեռախոսահամարներից զանգերը բացահայտվեն, թե ովքեր են իրականացրել, հոգեկան հիվանդներ են, թե այդքան էլ հոգեկան հիվանդներ չեն, միգուցե տարել են, հետո այսպիսի մեծ ալիք է բարձրացրել այս հարցը, ամբողջ հայ ժողովուրդը, նաեւ Հայաստանում դրսում ապրող մեր հայրենակիցները գիտեն, որ երեխա է անհետացել, շատերը ներգրավված են այս գործում որպես օգնող ուժ, որոնողական աշխատանքներին տասնյակ հազարավոր մարդիկ են միացել եւ ամեն կերպ փորձ է արվում օգնել ընտանիքի անդամներին երեխային շուտ գտնելու հարցում եւ մի շատ կարեւոր հանգամանք ենք ուզում ներկայացնել շատերի մոտ իհարկե նյարդայնացնում է թե ոնց են զանգել ծնողին եւ նման բան ասել մեզ կասկածի տեղիք տվեց հետեւյալը որ ծնողների հեռախոսահամարը որտեղից է հայտնվել այդ անձնավորությունների ձեռքում ինչպես տեղյակ ենք նրանց հեռախոսահամարը ամբողջ համացանցով տարածված չէ, այսինքն որ գտնեք երեխային զանգեք նման հայտարարություն տրված չէ եւ եթե նույնիսկ տրված է, ապա տրված կլիներ ընդամենը մեկ հոգու հեռախոսահամար, հորը, պապինը կամ հարազատներից որևէ մեկինը կամ հենց ոստիկանության աշխատակցինը։ Բայց ո՞նց են կարողացել գտնել հեռախոսահամարներ եւ զանգեն ընտանիքի անդամներին։ Այսինքն սա ինչ է։ Կամ իրականությունը հետեւյալն է, որ երեխան իսկապես գտնվում է որևէ մեկի մոտ եւ փորձում են զանգել եւ նման բաներ ասել տարբեր մարդկանց միջոցով, օրինակ մի հատ հոգեկան հիվանդ են գտել, նրան համոզել են, որ նա զանգի եւ նման բան ասի, շատ լավ իմանալով, որ նման խնդիրներ ունեցողներին չեն դատապարտում, որպեսզի ստուգեն իրավիճակը, թե ինչպիսի արձագանք է լինում երեխային վերադարձնելու կամ չվերադարձնելու դեպքում։ Կամ էլ ուղղակի կարող ենք ասել, որ հարազատներից, ծանոթներից ինչ որ մարդիկ կան, ովքեր որ չար կատակներ են իրականացրել այս պայմանությամբ, որը եւս այդքան էլ հավատալու չի։ Իսկ ինչ վերաբերում է երեխայի գետը ընկնելու դա ըստ էության առաջնային հավանական տարբերակներ, որովհետեւ միանգամից երեխան անհետանում է եւ դա կարող է լինել միայն գետի
միջոցով, բայց եթե ընկել է գետը, այսքան ծավալի աշխատանքներ տանելուց հետո բնականաբար նրան պետքա արդեն գտած լինեին գետում կամ գետի ափերից որևէ մեկում, որևէ մի տեղ։ Դա էլ տեղի չի ունեցել, սա առեղծվածային իրադարձություն է, նույնիսկ այս հանգամանքները, որ զանգում խաբում են կամ ով գիտի չեն խաբում, այլ փորձում են հասկացնել, որ երեխան իրենց մոտ է, դա արդեն իրավապահների գործողությունների մեջ է մտնում, մենք դեռևս տեղեկատվություն չունենք, թե կոնկրետ ինչ գործողությունների են դիմել իրավապահները, բայց հստակ գիտենք մի բան, որ ամեն մեկը իր ուժերից առավելը անում է, որ այս գործը բացահայտվի, երեխան գտնվի, եւ շատ-շատերն են ուզում հավատալ նրան, որ երեխան իսկապես գետը չի ընկել, այլ ինչ-որ մի հոգեկան առողջական խնդիրներ ունեցողի կողմից առևանգվել է։ Եվ համացանցում տարածվել է այսպիսի մի տեղեկատվություն, որ էքստրասենսներից մեկը հայտարարել էր, որ երեխան ողջ է, նա գտնվելու է, հիմա նա գտնվում է հեռու իր տնից։ Իհարկե, քանի դեռ երեխան չի գտնվել գետում կամ այլ տարածքներում, չի բացառվում, որ նա այս պայծրությամբ ողջ է, երեխայի հայրը հայտարարել էր, որ ըստ իր կարծիքով երեխային կարող է առևանգել են։ Իհարկե, շատ մեծ աշխատանքներ տարվեցին եւ եթե երեխան իսկապես գետներ ընկել, ապա 100%-ով հիմնական դեպքերը բացահայտվում են գետից, հանում են փրկարարները մարմին եւ ավելի մեծ, ավելի վարար, ավելի խորը գետերում, երբ որ մարդիկ են խորտակվել, փրկարարները կարողացել են նրանց մարմինը հանեն գետից։ Իսկ այս գետում ավելի հնարավոր էր աշխատանքներ տանել, ավելի հնարավոր էր երեխային գտնել, եթե նա իսկապես այդտեղ էր գտնվում։ Եվ քանի դեռ չեն գտել նրան գետում եւ հարակից տարածքներում, ապա նույնիսկ նրա ողջ լինելը չի բացառվում, նույնիսկ նրան առևանգելը չի բացառվում, քանի որ ոստիկանությունը իրականացրել է նաեւ հատուկ հետազոտական աշխատանքներ, 50-ից ավելի մարդկանց հետ զրույցներ են տարվել, տասնյակ մեքենաներ խուզարկվել են, բայց իհարկե արդյունքներ, ինչպես գիտենք, չկա, ինչպես գիտենք, ոչ մի բան էլ դեռևս չի բացահայտվել, ոչ մի հետք չկա անգամ երեխայից, բայց կային այսպիսի տեղեկատվություններ, որ այն հատվածում, որտեղ որ երեխան է եղել, այդտեղ կա խանութ, որտեղ որ կան տեսախցիկներ եւ տեսախցիկները ըստ էության չեն ֆիքսել երեխային, երբ որ նա քայլել է դեպի գետի ուղղությամբ։ Իհարկե համացանցում շատ էր նկատվում հետևյալը, որ